Good video, good video. Արգելի պարոն նախարար, սիրելի գործընկեր, ուրախ եմ ողջունել ձեզ եւ ձեր կառավարած պատվիրակության Հայաստանում։ جناب وزیر، دوست گرامی، همکاران گرامی، بسیار خوشحال هستم که میزبان شما هستم در وزارت امور خارجه ارمنستان. Թույլ տվեք նախ շնորհավորել բոլորիդ Նովրուզի տոնի կապակցությամբ։ اجازه بدید ابتدا عید نوروز رو خدمت شما دوستان تبریک عرض کنم. Սա ձեր առաջին այցը չէ Հայաստան, բայց առաջին այցն է նախարարի պաշտոնում եւ ես ուրախ եմ այդ։ این اولین سفر جناب عالی به ارمنستان نیست، ولی اولین سفر جناب عالی در مقام وزیر خارجه به ارمنستان هست. تبریک عرض میکنم خدمت جناب عالی. Սա մեր առաջին հանդիպումն էլ չէ, բնականաբար մենք շատ ինտենսիվ շփումներ ենք ունեցել միջազգային հարթակներում, բայց մեր մայրաքաղաքներում իրար այցելել եւ շփվել իհարկե շատ ավելի կարեւոր է։ البته این اولین دیدار و گفتگوی ما نیست. ما دیدار و گفتگوهای بسیار زیادی در سطوح بین المللی داشتیم، ولی این سفر و دیدار و گفتگو در پایتخت ارمنستان برای ما بسیار مهم است. Առավել ևս, որ այս այցի ընթացքում մենք մի շատ ուրախալի եւ սպეციფიկ միջոցառման ենք մասնակցելու ձեր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։ خصوصا که در این سفر ما یک رویداد ویژه‌ای داریم که و آن رونمایی از کتاب جناب عالی که به زبان ارمنی ترجمه شده. Իհարկե ինձ համար ուրախալի է հատկապես այն, որ ինձ պատիվ է ընձեռվել առաջաբան գրել այդ հրատարակության համար։ البته من بسیار خوشحال هستم چون این افتخار به من داده شد تا در واقع مقدمه‌ای برای این کتاب در ترجمه این کتاب ارائه کنم. Նաև ուզում եմ անպայման ասել, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եւ սա ամրագրված է կառավարության ծրագրում։ باید بگم که توسعه روابط با ایران در اولویت سیاست خارجی کشور ما قرار داره و در دستور کار دولت ارمنستان درج شده. Բայց այս մասին ավելի հանգամանալից կխոսենք քիչ անց, այժմ եզրափակեմ բարիգանուստ։ کمی بعد ما با جزئیات بیشتر با هم گفتگو خواهیم داشت. اجازه بدید رشته کلام رو به جناب عالی بسپارم و خیر مقدم عرض کنم. بسم الله الرحمن الرحیم. جناب آقای مجریان وزیر محترم امور خارجه ارمنستان، بسیار خوشحالم از اینکه امروز بنا به دعوت شما در ایران حضور دارم. Հարգարժան պարոն Միրզոյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, շատ ուրախ եմ, որ ձեր հրավերով այսօր գտնվում եմ Հայաստանում. من سفرهای متعددی رو به ارمنستان داشتم، ولی این اولین سفر من به عنوان وزیر امور خارجه است. Ես բազմաթիվ այցեր եմ ունեցել Հայաստանի Հանրապետություն, սակայն սա իմ առաջին այցն է Հայաստան որպես Իրանի արտաքին գործերի նախարար. ما برای روابط خودمون با ارمنستان اهمیت بسیار بسیار زیادی قائل هستیم. Մենք Հայաստանի Հանրապետության հետ մեր հարաբերություններին շատ եւ շատ կարեւորում ենք. و پیوندهای عمیق تاریخی، فرهنگی، جغرافیایی، اقتصادی بین ما وجود داره. Եվ պետք է նշեմ, որ մեր մեջ շատ ամուր կապեր կան, պատմական, մշակութային եւ ինչպես նաեւ քաղաքակրթական. ما در طول تاریخ همسایگان خوبی برای هم بودیم و همچنان همسایگان خوبی برای هم باقی خواهیم بود. Մենք պատմության ընթացքում միշտ եղել ենք շատ լավ հարևաններ եւ այդպես էլ կշարունակվի լինենք լավ հարևաններ. مرز ایران و ارمنستان مرز صلح و دوستی همواره بوده، هست و خواهد. Հայաստանի եւ Իրանի միջև սահմանը միշտ եղել է բարեկամության եւ խաղաղության սահման, այդպես եղել է եւ այդպես կլինի. خوشحالم که امروز روابط دو کشور رو با هم یک مرور مجددی خواهیم کرد. Ուրախ եմ, որ այսօր մենք կդիտարկենք եւ կանդրադառնանք մեր երկկողմ հարաբերություններին. سفر من مقدمه سفر جناب دکتر پزشکیان رئیس جمهور اسلامی ایران به
ارمنستان خواهد بود که امیدواریم در سال جاری به زودی انجام شه. Իմ այցը Հայաստան կարող են որպես նախաբան ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ մեծարգող պարոն Փեզեշքյանի այցը Հայաստան կատարելու եւ լիահույս եմ, որ նոր տարում այդ այցը կիրականացվի. خیلی خوشحالم که کتاب من مورد توجه واقع شده در ارمنستان و ترجمه شده به زبان ارمنی. Ուրախ եմ, որ իմ հեղինակած գիրքը ուշադրության է արժանացել Հայաստանում եւ այն թարգմանվել է հայերեն լեզվով. باعث افتخار بنده است که جناب عالی این کتاب رو خوندین و براش مقدمه نوشتین. Եվ ինձ համար մեծ պատիվ է, որ դուք կարդացել եք այն եւ նախաբան եք պատրաստել գրքի համար. و این امیدوارم که گام خوبی باشه در جهت گسترش مشورت‌ها و همکاری‌ها بین دو کشور. Եվ հուսով եմ, որ սա կլինի լավ քայլ երկու երկրների միջև, ուրեմն խորհրդակցությունները ընդլայնելու եւ ինչպես նաեւ համագործակցությունը զարգացնելու համար. خیلی از پذیرایی گرم شما، میزبانی گرم شما متشکرم. Եվ շնորհակալություն եմ հայտնում ձեր ջերմ ընդունելության համար. بسم الله الرحمن الرحیم. Համաստու عرض سلام دارم خدمت جناب آقای آربات میرزویان وزیر محترم امور خارجه جمهوری ارمنستان و همینطور جناب دکتر عراقچی وزیر محترم امور خارجه جمهوری اسلامی ایران و همینطور شما حضار محترم. Ողջույններ եւ հարգանքներս Իրանի Իսլամական Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար մեծարգող պարոն Արարատ Միրզոյանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար մեծարգող պարոն դոկտոր Սեյեդ Աբբաս Արաղչիին եւ հարգաժան հյուրերին. از اینکه افتخار پیدا کردم تا دقایقی چند به معرفی کتاب قدرت مذاکره به قلم جناب آقای دکتر عراقچی بپردازم بسیار خوشحالم. Ուրախ եմ պատիվ ունենալ մի քանի րոպե տրամադրելու եւ ներկայացնելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար մեծարգո դոկտոր Արաղչիի հեղինակած բանակցության ուժը գիրքը. وزرای محترم اجازه بفرمایید قبل از اینکه من کتاب رو معرفی بکنم چند جمله‌ای رو در فضیلت دیپلماسی فضیلت مذاکره عرض بکنم تا تعلق خاطر خودم را به این وظیفه مقدس نشون بدم. Մեծարգո նախարարներ, մինչև այս գիրքը ներկայացնելը, որպես դիվանագետ ցանկանում եմ մի քանի խոսք ասել բանակցային առավելության մասին, իմ նշան պարտականություններից հանդեպ ունեցած հավատարմության. دیپلماسی 10 وظیفه داره و مذاکره چهارمین وظیفه دیپلماسی است و این وظیفه هیچ وقت در طول تاریخ علیرغم تحول در مفهوم دیپلماسی، وظیفه دیپلماسی و کارکرد دیپلماسی هیچ وقت به عنوان یک وظیفه از دیپلماسی ثابت نشد. Դիվանագիտությունը ունի 10 գործառույթ, իսկ բանակցությունը դիվանագիտության 4-րդ գործառույթն է։ Պատմության ընթացքում այդ գործառույթը մշտապես հանդիսացել է դիվանագիտության գործառույթներից մեկը, չնայած դրա պարտականությունների եւ գործառույթների հայեցակարգային էվոլյուցիային. بنابراین مذاکره مهمترین وظیفه برای کسب اعتبار، قدرت، مشروعیت و نفوذ در سطح جامعه جهانی است. Հետևաբար, բանակցությունն ամենակարևոր գործառույթն է գլոբալ մակարդակում վստահություն, ուժ, լեգիտիմություն եւ ազդեցություն ձեռք բերելու համար. وقتی به معنای دیپلماسی چه در سطح کلان و چه در سطح قرب توجه می‌کنیم، می‌بینیم که دیپلماسی بدون مذاکره هیچ معنایی نداره. Երբ դիտարկում եք դիվանագիտության իմաստը, թե մակրո եւ թե միկրո մակարդակներում, տեսնում ենք, որ դիվանագիտությունն առանց բանակցությունների իմաստ չունի. اصولاً تمدن بشری همان زمانی آغاز شد که انسان‌ها تصمیم گرفتند به جای پرتاب سنگ
کلمه به سمت همدیگر پرتاب کنند. Սկզբունքորեն մարդկային քաղաքակրթության հիմքը դրվեց այն ժամանակ, երբ մարդիկ որոշեցին քարերի փոխարեն բառեր նետել միմյանց կողմ։ شما وقتی گفتگو میکنید فرصت شلیک ندارید. Այս տեսանկյունից երկխոսության դեպքում դուք հնարավորություն չունեք մյուսի կողմը կրակելու։ در کتاب قدرت مذاکره که امروز اون رو رونمایی میکنیم ضمن تحلیل و بررسی ماهیت مذاکره و مذاکره سیاسی به مؤلفه هایی همچون چرایی شکلگیری مذاکره سیاسی، انواع آن، الگوی تعاملی مذاکره و قدرت ملی در قالب سخت افزاری و نرم افزاری، فنون و مراحل مذاکره سیاسی در سطوح مختلف پیش از مذاکره، حین مذاکره و بعد از اتمام مذاکره و نهایتاً ویژگی و الزامات مذاکره کنندگان از نظر علمی، عرفی و رفتاری پرداخته شده است. Բանակցության ուժը գիրքը, որի շնորհանդեսն է այսօր, վերլուծելով եւ ուսումնասիրելով բանակցությունների եւ քաղաքական բանակցությունների բնույթը, քաղաքական բանակցությունների ձևավորման բաղադրիչները եւ դրա տեսակները, բանակցային փոխգործակցային ձևաչափը եւ ազգային հզորությունը, ուրեմն փափուկ եւ կոշտ ուժերի պարագայում քաղաքական բանակցությունների տեխնիկան եւ փուլերը բանակցությունները տարբեր մակարդակներում նախաբանակցային բանակցության եւ հետբանակցային շրջանակում եւ վերջապես բանակցողների բնութագրերն ու պահանջները ներկայացվել են այս գրքում. کتاب قدرت مذاکره همزمان سه مقوله رو مورد بررسی قرار میده. گیرքը ներառում է միաժամանակ 3 կատեգորիա. قدرتی که مذاکره میتواند برای یک کشور ایجاد کند. Այն ուժը, որը բանակցությունները կարող են ստեղծել երկրի համար. قدرتی که برای مذاکره نیاز است. Այն ուժը, որը պահանջվում է բանակցություններ վարելու համար. قدرت و هنری که مذاکره کننده باید داشته باشد. Եվ այն ուժն ու արվեստը, որը պետք է ունենա բանակցողը. این کتاب از 6 گفتار تشکیل شده است. Գիրքը, ուրեմն այս գիրքը կազմված է 6 գլուխներից. گفتار اول چیستی و ماهیت مذاکره سیاسی است. Ուրեմն գլխի առաջին գլուխը բովանդակությունն է ներկայացնում բանակցությունների. گفتار دوم انواع مذاکره سیاسی است. Երկրորդ գլուխը վերաբերվում է բանակցությունների տեսակներին. گفتار سوم مذاکره سیاسی و قدرت ملی است. Երրորդ գլուխը քաղաքական բանակցություններն են եւ ազգային ուժը. و این بخش بسیار جالبه. Այս բաժինը շատ հետաքրքիր է. قدرت سخت، قدرت نرم، قدرت هوشمند و قدرت معنایی رو مورد بررسی قرار داد. Այսինքն այդ բաժնում ներկայացվել է ուրեմն փափուկ ուժը, կոշտ ուժը, խելացի ուժը եւ այլն. گفتار چهارم فنون و مراحل مذاکره سیاسی و الزامات اون هست. Չորրորդ գլուխը վերաբերվում է ուրեմն բանակցությունների փուլերին. گفتار پنجم مذاکره کننده و دیپلمات هست. Մյուս գլուխը բանակցողը եւ դիպլոմատը. ویژگی هایی که یک دیپلمات و یک مذاکره کننده باید داشته باشه. Այսինքն այն հատկանիշները, որը պետք է ունենա դիվանագետը եւ բանակցող կողմը. و گفتار ششم که خیلی جذابه. Եվ 6-րդ գլուխը, որը շատ գրավիչ եւ հետաքրքրական է. شیوه مذاکره ایرانی رو در واقع ارائه میکنه از طریق چانه‌زنی بازار. Ուրեմն 6-րդ գլխում իրանական բանակցությունների ձևն է ներկայացվում շուկայում սակարկելու միջոցով. در این کتاب علاوه بر مقدمه جناب نویسنده دو مقدمه دیگه هم داره. Այս գրքում ներառված է ուրեմն երկու նախաբան, որից մեկը հենց հեղինակի նախաբանն է.
یک مقدمه توسط جناب آقای دکتر ظریف وزیر محترم امور وزیر سابق امور خارجه ما نوشته شده. Երկրորդ նախաբանը ուրեմն վերաբերվում է դոկտոր Զարիֆին, Իրանի նախկին արտաքին գործերի նախարարին و یک مقدمه هم برای ترجمه ارمنی این کتاب توسط جناب آقای آراد میرزویان وزیر امور خارجه جمهوری ارمنستان نوشته شده. Եվ եւս մեկ նախաբան, որը ներառված է ուրեմն գրքի հայերեն թարգմանության մեջ, մեծարգո պարոն Արադ Միրզոյանի ներկայացված նախաբանն է։ من چند بار این مقدمه رو خوندم. Ես մի քանի անգամ այդ նախաբանը ընթերցել եմ, هم دقیقه، هم ظریفه، هم لطیفه. շատ կոնկրետ, հստակ է, շատ նուրբ է եւ շատ նուրբ է գրված այն։ و درجه محبت خودشون رو نسبت به وزیر امور خارجه ما و کتابشون نشون دادن. Եվ պետք է նշեմ, որ այդ ուրեմն նախաբանով ներկայացրել է սերն ու հարգանքը մեր արտաքին գործերի նախարարի նկատմամբ։ ما با ترجمه این کتاب خواستیم اولا فضیلت مذاکره رو ترویج کنیم. Այս գրքի թարգմանությամբ մենք նախ եւ առաջ ցանկանում ենք խթանել բանակցության ուրեմն առաջնահերթությունը و ثانیا خواستیم تجارب دست اول رو برای دیپلمات‌ها و دانشجویان جوان روابط بین‌الملل ارائه کنیم. Եվ այնուհետև ցանկացել ենք առաջին ձեռքից ստացած փորձառնությունները ներկայացնել դիվանագետներին եւ ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների ոլորտների։ گروهی از مترجمین این کتاب رو ترجمه کردن. Այս գիրքը թարգմանվել է մի խումբ թարգմանիչների կողմից, که یکیشون همین خانم کارینه هست، آقای رضایی و دو تا دیگه از مترجمان. ուրեմն այդ գրքի թարգմանիչներից մեկը ես եմ, պարոն Ռեզային եւ երկու եւս այլ թարգմանիչներ։ و زیر نظر استاد بسکانیان رئیس کرسی ایران شناسی دانشگاه دولتی ایران ویراستاری و تنظیم شد. Եվ այդ թարգմանությունը խմբագրվել է ուրեմն պրոֆեսոր Ոսկանյանի իրանագիտության ամբիոնի վարիչի միջոցով։ گتسه هایستان، گتسه ایران. Հարգելի պարոն նախարար, Ջնաբ վազիր, հարգելի գործընկերներ, թիկնայք պարոնեք, հոզարիգերամ։ Ուրախ եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, իմ գործընկեր եւ լավ բարեկամ Աբբաս Սարաղչիի բանակցության ուժը, քաղաքական եւ դիվանագիտական բանակցությունի սկզբունքներն ու կանոնները գրքի շնորհանդեսը։ من امروز بسیار خوشحال هستم که در وزارت امور خارجه ارمنستان رونمایی کتاب قدرت مذاکره که به قلم دوست و همکار عزیزم دکتر عراقچی وزیر محترم خارجه ایران نوشته شده انجام میشه این رونمایی این کتاب. Իսկապես այս պատերի ներսում այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ واقعا رونمایی این کتاب در این سالن در میان این دیوارهای سالن این ساختمان اتفاقی نیست. Սա եւս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխհմբռնման, բանակցության ուժի իմաստավորման եւ իհարկե անխախտ բարեկամության։ در واقع این اقدام ثابت میکنه در مورد تفاهم و درک متقابل ایران و ارمنستان رو و همچنین دوستی بین دو کشور. Մեր երկու երկրները ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում کشورهای ما واقعا در زندگی در یک منطقه بسیار پیچیده و دشوار անցնելով պատմության տարբեր փորձառույթների միջով و عبور کردن از بقای مختلف تاریخ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը ویژگی خاصی به دیپلماسی در واقع انتقال میدن այն համարելով անվտանգության եւ կայունության ապահովման կարևորագույն գործիք։ و
و آن را به عنوان ابزار مهم برقراری صلح و امنیت تلقی می‌کنند. Նախարար Արարողչի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային եւ տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է եւ ես լիովին կիսում եմ այս մոտեցումը։ در جناب دکتر عراقچی در این کتاب در واقع ثابت می‌کنند که بهترین فرمول برای در سطوح بین‌المللی و منطقه‌ای بهترین فرمول و ابزار مذاکره است. Դոկտոր Արարողչին իր գրքում նշում է. دکتر عراقچی در کتاب خود می‌نویسد Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել։ توجه کنید به Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին։ دیپلماسی بازی نیست که باید حتما در این بازی پیروز شد، بلکه روندی است که باید در مورد پیروز شدن فکر کرد. Եվ ես կարծում եմ, սա առանցքային հիմնարար դրույթ է, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել եւ փնտրել։ این محوری است که باید اون رو درک کرد، که محور مهمی است که بدون آن نمیتوان راه حل‌هایی را برای دیپلماسی پیدا کرد. Այս աշխատությունը ոչ միայն նկարագրում է բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները, در این کتاب نه تنها جزئیات فنی مذاکره ارائه میشه، այլև վերլուծում է դիվանագիտության հոգեբանական, քաղաքական, ազգային, մշակութային շերտերը։ بلکه قشرهای روحی روانی، سیاسی، فرهنگی و ملی ارائه میشه. Հեղինակ իսկապես կարծես բացում է դուռը եւ ներս է ուղեկցում բանակցային դռներից այն կողմ ընթերցողին։ در این کتاب در واقع نویسنده این کتاب گویا درهای خود را باز میکنه و مذاکره کننده رو از در واقع دعوت میکنه به مذاکره کردن. Ցանոթացնում է բանակցությունների ընթացքին, մրցությունների, با روند و ظرافت‌های مذاکره آشنا میکنه. մատնանշում է յուրաքանչյուր բառի կարևորությունը و եւ նաեւ չարտաբերած խոսքի արժեքը։ و حتی در اینجا اشاره میشه به اهمیت واژه‌هایی که استفاده میشه و همچنین واژه‌هایی که به صورت مستقیم از آن استفاده نمیشه، در پنهان هست. Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա նաև հայ երիտասարդներին եւ հայ դիվանագետներին ընդլայնել բանակցային հմտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները։ من فکر میکنم که این کتاب به جوانان ارمنستان، دیپلمات‌های ارمنستان کمک خواهد کرد که در واقع به جزئیات و فنون مذاکره با این جزئیات آشنا بشن. Ընդհանրապես կդառնա մի աշխատանքային ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են փոխհմբռնումը եւ համերաշխությունը վեճերից։ و این میتونه کتابی باشه برای آن افرادی که مایل هستن تفاهم متقابل شکل بگیره و دور باشن از بحث و مجادله. Նախարար Արարողչին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ։ برای جناب عراقچی موفقیت‌های جدید آرزومندم در این رشته از کارشون. Շնորհավորում եմ։ تبریک میگم. بسم الله الرحمن الرحیم. من یه خبر خوب بهتون بدم برای اینکه قصد سخنرانی ندارم. ուրախ լուրեմ ուզում դες հայտնել, ուրեմն ցանկություն չունեմ ելույթ ունենալ, و فقط میخوام تشکر بکنم միայն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել از اینکه کتاب من به زبان ارمنی ترجمه شده و چاپ شده بسیار خوشحال هستم. Անչափ ուրախ եմ, որ իմ հեղինակած գիրքը թարգմանվել է հայերեն լեզվով եւ այն հրատարակվել է. از جناب آقای میرزویان به خاطر اینکه کتاب بنده رو خوندن و براش یک مقدمه بسیار خوب نوشتن واقعا تشکر زیاد میکنم. Շնորհակալություն եմ հայտնում Հարգարժան Միրզոյանին, որ կարդացել է իմ գիրքը եւ հիանալի նախաբան գրել է. این اولین سفر من به ارمنستان به عنوان وزیر خارجه است.
Սա իմ առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, իհարկե որպես արտաքին գործերի նախարար։ ولی با جناب آقای میرزویان در مناسبت‌های مختلف در کشورهای مختلف دیدار کردم. Ես պարոն Միրզոյանի հետ տարբեր առիթներով տարբեր երկրներում հանդիպել եմ։ دلم می‌خواست در بخشی که در کتابم ویژگی‌های یک دیپلمات رو می‌نویسم ایشون رو معرفی بکنم به عنوان یک دیپلمات و مذاکره کننده بسیار خوب. Իհարկե շատ կցանկանայի իմ գրքում, որտեղ այն գրքի այն գլխում, որտեղ դիվանագետի հատկանիշներն են ներկայացված, ես պարոն Միրզոյանին որպես պրոֆեսիոնալ եւ լավ դիվանագետ ներկայացրած լինեի։ ایشون یک دیپلمات حرفه‌ای و یک مذاکره کننده قوی هست. Պարոն Միրզոյանը պրոֆեսիոնալ դիվանագետ եւ ուժեղ բանակցող է։ و یک وطنپرست واقعی Եվ իրական հայրենասեր, که برای کشورش، منافع کشورش، امنیت کشورش شبانه روز داره تلاش می‌کنه. ով ուրեմն շրջօրյա իսկապես ջանքեր է գործադրում իր երկրի անվտանգության եւ ազգային շահերի համար։ و خیلی خوشحال هستم که امروز این توفیق انجام شد و متشکرم از ایشون که این برنامه رو ترتیب داد. Ուրախ եմ այս առիթը ընձեռելու համար, շնորհակալություն այս միջոցառումը կազմակերպելու համար նաև։ از سفارت جمهوری اسلامی ایران در ایران شخص آقای سفیر آقای دکتر سبحانی که از دوستان قدیمی من هست به خاطر ترجمه این کتاب تشکر. Եվ ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան իդեմս դոկտոր Սոփանին, դեսպանին, որը ինքին ընկեր եւ բարեկամն է, շնորհակալություն եմ հայտնում այս գիրքը թարգմանելու համար։ و همینطور از مترجمین محترم و همه کسانی که زحمت کشیدن تا این کتاب چاپ بشه. Ինչպես նաև բոլոր թարգմանիչներին եւ այլ անձինք, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս գրքի թարգմանության եւ հրատարակության գործում։ امیدوار هستم که این کتاب و ترجمه این کتاب بتونه قدم کوچکی باشه در تفاهم بیشتر و فهم بیشتر بین دو کشور ایران و افغانستان. Հույսով եմ, որ այս գիրքը եւ թարգմանությունը կլինի լավ հնարավորություն Իրանի եւ Հայաստանի միջև առավել փոխհմբռնում ստեղծելու համար։ از همه شما که امروز به این جلسه تشریف آوردید هم تشکر. Բոլորից ովքեր ներկա են այսօր այս միջոցառմանը շնորհակալություն եմ հայտնում։ خیلی متشکرم. Շնորհակալ եմ։ Please sign several copies for the students of our